Мы плывем будто по волнам по намеченному пути. Есть у каждого цель впереди, каждый ищет свой ориентир. Путеводной звездой гори, веди Фаберлин. Успеху за горизонт, туда, где солнце встает, где самый яркий рассвет, и ты на модной волне. Победа на парусах, забыв сомнения и страх. Перед тобой целый мир, и ты для всех ориентир. Плыви навстречу ветрам, веди команду к мечтам. Удача манит и ждет Фаберлин, полный вперед. Наша жизнь приключений, не плыви по течению. Задавай направления, создавай вдохновение. Будь на гребне высокой волны, словно птица над морем воды. Пусть летят твои корабли, лишь Фаберлин. Успеху за горизонт, туда, где солнце встает, где самый яркий рассвет, и ты на модной волне. Победа на парусах, забыв сомнения и страх. Перед тобой целый мир, и ты для всех ориентир. Плыви навстречу ветрам, веди команду к мечтам. Удача манит и ждет Фаберлин, полный вперед. Солнце встает, где самый яркий рассвет, и ты на модной волне. Победа на парусах, забыв сомнения и страх. Перед тобой целый мир, и ты для всех ориентир. Иди навстречу ветрам, веди команду к мечтам. Удача манит и ждет Фаберлин, полный вперед. Բարի երեկո աղջիկներ, ընկերներ։ Եկեք ստուգենք տեսնենք իմ ձայնը լավ լսվում է ու միանգամից սկսենք, որովհետև արդեն 8:05 է լինում։ Ուղղակի դրեք պլյուսիկներ սիրելիներս, որ ես տեսնեմ ամեն ինչ, ահա, ամեն ինչ ընտիր է։ Ձայնը մաքուր է, ամեն ինչ լավ է, ճիշտ է, դուք ինձ չեք տեսնում, բայց կլսեք իմ ձայնը եւ հետաքրքիր սլայդներ եմ պատրաստել մի խոսքով։ Ահա, պլյուսիկները շատ է, ձայնը նորմալ է, ուրեմն ժամանակ չկորցնենք եւ սկսենք այսօրվա մեր վեբինարը։ Նախ նորից ուզում եմ ողջունել բոլորիդ, ուրախ եմ տեսնել ձեզ, ովքեր որ միացել են, ժամանակ են գտել այսօրվա ուսուցման, այսօրվա վեբինարին։ Այսօրվա մեր թեման ցանցային բիզնեսի միֆերն ու իրականությունն է, շատ կարևոր է հատկապես նրանց համար, ովքեր նոր են ծանոթանում այս ոլորտին կամ դեռևս կասկածում են, արժե արդյոք սկսել։ Ինձ հետաքրքիր է այս պահին, այսքան մասնակիցների մեջ
կան աղջիկներ կամ ովքեր որ սկսնակ են, նոր են միացել մեզ, գրեք, չգիտեմ, պլյուսիկ դրեք կամ ինչ-որ սմայլիկ, որ հասկանամ, նոր եկեք, սկսնակ եք, որովհետև այս թեման շատ կարևոր է հատկապես մեր սկսնակների համար։ Հուսով եմ իմ երկու սկսնակները միացել են, ովքեր հետաքրքրված էին բիզնեսով, բայց ունեին վախեր ու կասկածներ։ Ահա, Կարինեն նոր է, ելով է ով է սկսնակ, գրեք չաթում, ես կտեսնեմ։ Ընդհանրապես ես գիտեմ, ոչ միայն ես, երեխեք ջան, որ երբ որ խոսքը գնում է ցանցային բիզնեսի մասին, շատ մարդիկ ունեն իրենց մտքում ձևավորված կարծրատիպեր։ Այսօր ես կփորձեմ ձեզ ներկայացնել իրական պատկերը հիմնված փաստերի օրինակների վրա։ Եթե դուք երբևէ մտածել եք, արդյոք ինձ կհաջողվի, ապա սիրելի սկսնակներ, նորեկներ, առաջինը ձեզ եմ ասում, վստահ եղեք, որ այս հանդիպումը իսկապես կարող է օգնել ձեզ տեսնել բիզնեսի իրական հնարավորությունները եւ հասկանալ ինչպես ճիշտ ընտրել նաեւ ընկերություն բիզնեսի զարգացման համար։ Հուսով եմ ձեզ օգտակար կլինի եւ ընթացքում նաեւ կմիանան մեզ էլի սկսնակներ ու շատ մասնակիցներ։ Ուրեմն Միջև վեբինարի սկսելը, կարծում եմ արժի ծանոթանանք, հիմա անցնենք հաջորդ սլայդին, ահա, եթե ընթացքում ինչ-որ ձայնիս հետ կապված խնդիրներ լինի, խնդրում եմ այստեղ նախապես չաթում գրեք, ես նայում եմ չաթը։ Ովքեր ինձ առաջին անգամ են լսում, չեն ճանաչում, մի փոքր ծանոթանանք։ Ես Լուսինեն եմ Հովհաննիսյան, մասնագիտությամբ մանկավարժ, բազմազավակ մայրիկ եմ, արդեն 8 տարի է ինչ համագործակցում եմ Faberlic ընկերության հետ։ Այս տարիների ընթացքում ես ոչ միայն ձեռք եմ բերել ֆինանսական կայունություն, այլև մեծ փորձառություն ինչպես բիզնեսի ոլորտում, այնպես էլ մարդկանց հետ աշխատանքում։ Չգիտեմ, ովքեր այստեղ ինձ հետ աշխատել են, հուսով եմ կփաստենք, որ ինչ որ մենք խնդիրներ չենք ունեցել եւ լավ հարաբերությունների մեջ ենք։ Ինչու եմ սա ասում, ընթացքում ուշադիր եղեք, կլսեք կիմանաք։ Այս ընթացքում հաստատել եմ մի քանի կոչումներ։ Ահա սլայդում ես փորձել եմ այստեղ տեղավորել իմ կոչումները, որոնք որ ես հաստատել եմ այս տարիների ընթացքում, առաջինը տնօրենի ստատուսը, 495,000 դրամ բոնուս, որը մի անգամից նստել է իմ հաշվին, բնականաբար երկրորդը ավագ տնօրենի կոչումն եմ հաստատել, հետո արծաթե տնօրենի, հետո այստեղ դուք տեսնում եք, որ նաև մի համարվում եմ Faberlic ընկերության, միլիոնատերերի ակումբի անդամ, Այսպես, ճամփորդել եմ ֆիրմայի հաշվին, մասնակցել եմ տարբեր միջոցառումներին, մի խոսքով ամեն ինչից օգտվել եմ եւ օգտվում եմ, կարելի ասել, բայց իմ համար ամենակարևորը դա այն թիմն է, որը ես կառուցել եմ այս տարիների ընթացքում։ Ես ձեզ անկեղծ եմ ասում, որովհետեւ եթե դա չլինի, մնացած մյուս հաջողությունները, կլինի կոչումներ, մնացած մյուս բաները դժվար թե լինի, դժվար թե հաջողվի։ Իմ համար կարևորը դա է։ Իմ թիմում բազմաթիվ հիմա կանայք աղջիկներ ինձ հետ միասին քայլում են հենց այս ճանապարհով, ինչ ճանապարհով որ ես գնացել եմ։ Այստեղ փորձել եմ տեղավորել նաև մեր հաջողության սանդղակը, որովհետև այս սանդղակը 0-ից խորհրդատուի ստատուսից սկսած բոլորից սպասում է։ Բոլորիդ երեխեք ջան, անսահմանափակ բոլորին ծանոթ է կարելի ասել այս գեղեցիկ գունագեղ սանդղակը, այստեղ աճելու ու զարգանալու լիքը հնարավորություն կա։ Այսպես ընկերներ ջան, մի խոսքով, երևի թե այսքանը իմ մասին, շատ չեմ երկարացնի, գնանք առաջ։ Իմ մոտ չի բացում։ Ինչը չի բացում, մերին օգնեք։ Так։ Հիմա ամենակարևորը։ Ցանցային այստեղ մի փոքրիկ հարցում եմ ուզում անցկացնել, ինձ կօգնեք, այսինքն ձեր պատասխաններն կարևոր եւ կուզենայի տեսնել անկեղծ ասած։ Ձեր մեջ կան մարդիկ, ովքեր որ լսել են առաջարկը on-line աշխատանքի, on-line բիզնեսի, ցանցային բիզնեսի, երբ որ լսել եք բիզնեսի պրեզենտացիան, առաջարկը, դուք միանգամից ասել եք, հա, ես համաձայն եմ, ցանցային բիզնեսը հրաշալի ոլորտ է, ես միանգամից միանում եմ։ Ինձ հետաքրքիր է կան այդպիսի մարդիկ այստեղ, որ իրենց խորհրդատուից, նաստավնիկից լսել են բիզնեսի պրեզենտացիան եւ միանգամից ասել են, ինչու ոչ, ես ուզում եմ գրանցվել եւ զբաղվել ցանցային մարքեթինգի բիզնեսով։ Տեսնեմ։ Միջև դուք կգրեք, ես շարունակեմ։
Նախ ասեմ, ես ինքս իմ պատասխանը ասեմ, մինչև դուք կպատասխանեք, ես միանգամից ասել եմ ոչ, որովհետև ես ցանցային բիզնեսի մասին ոչ մի գաղափար ու գիտելիք չունեի, ու ես ցանցային բիզնես բառը լսելով վախեցել եմ։ Ես կարծել եմ, որ դա տղամարդկանց գործ է, որովհետև ասում եմ, դե կանայք ինչ գործ ունեն այդ բիզնեսի մեջ։ Ինչու, որովհետև իմ մեջ կար կարծրացած այն նույն միֆերը, որոնք որ մենք աշխատանքի ընթացքում շարունակում ենք լսել։ Եվ այո, գաղտնիք չէ, որ շատ մարդիկ հենց լսում են ցանցային բիզնես բառը, մտածում են, որ դա դժվար է, կամ պահանջում է մեծ ներդրումներ ու կապեր։ Բայց ինչ է իրականում կատարվում այս բիզնեսում եւ ինչ կարող եք ակնկալել, եթե դուք սկսեք կամ շարունակեք, եթե արդեն սկսել եք։ Կարծում եք միայն այն մարդկանց համար է արդեն ունեն մեծ փորձ, այսինքն ունեն մեծ փորձ, sense հավաքել են իրենց մեծ փորձը եւ եկել են միանգամից, ասում են, ես ուզում եմ քո հետ համագործակցեմ։ Թե յուրաքանչյուր մարդ անկախ իր նախնական գիտելիքներից կարող է հասնել այստեղ հաջողության։ Հետաքրքիր է, չէ՞։ Մերին միանգամից է համաձայնել։ Շատ լավ է, ես շատ ուրախ եմ, որ միգուցե ժամանակները փոխվի, ժամանակի ընթացքում որ ասում եմ հույս ունեմ, տա Աստված, որ այս միֆերը վերանան, աղջիկներ ջան։ Ամեն դեպքում հիմա տեսեք ես ինչքան միֆեր եմ առանձնացրել եւ ըստ յուրաքանչյուր կետի մենք ավելի sense կբացենք փակագծերը։ Երեխեք, նայեք, գրանցվել է ուրիշ է, բայց երբ որ լսում ենք ցանցային, ես իմ օրինակը ասեցի, որ ես sense շատ հեռու փախա, ուղիղ մի շաբաթ 10 օր իմ ուղեղի մեջ, իմ գլխի մեջ չէր տեղավորվում։ Ես ինչ կարամ անեմ, ես ինչ ոլորտ առհասարակ, ես ինչ անծանոթ ոլորտ, անծանոթ աշխարհը, ես լիքը հարցեր ու կասկածներ ունեի իմ գլխում։ Դե վերանալը այդքան էլ չի վերանա, բայց մենք եթե լուրջ մոտենանք այս ամեն ինչին ու եթե լավ իմանանք, հիմնավորենք բոլոր այս միֆերը, հա, այս պատճառները, մենք հասկանանք ոնց ներկայացնենք մարդկանց, չէ՞ որ մենք այն մարդիկ ենք, որ այստեղ այս ոլորտում ունենք այդ հնարավորությունը գոնե մարդկանց ճիշտը ներկայացնելու ու պարտադիր չի որ կան բոլորը մեզ միանան։ Լավ։ Հիմա եկեք քննարկենք ամենատարածված 7 միֆերը։ Ես եմ սա առանձնացրել, աղջիկներ ջան, ընկերներ ջան, միգուցե ընթացքում ձեզ մոտ դուք հիշեք ամեն դեպքում ինչ միֆեր կան, որ ես միգուցե բաց եմ թողել, բայց սրանք ամենատարածվածն են, կարծում եմ։ Եթե մենք այս 7 միֆերի sense ասած բացատրությունը ունենանք ու վստահ լինենք մեր ոլորտի մեջ, մենք ոչ մի խնդիր չենք ունենա մարդկանց հետ խոսելու, որ հաղորդակցվելու մեջ, հա, կոնտակտի դուրս գալու։ Так, ուրեմն, ամենաառաջինը, ցանցային բիզնեսը միայն վաճառք է, առանց վաճառքի հնարավոր չէ։ Լսել եք այս մասին, թե ոչ։ Հաստատ լսել եք։ Լավ, ինչ ցանցային բիզնես, հեսա դու էլ ես սկսելու վաճառք անել, այդտեղ վաճառքից բացի ոչ մի բան չկա։ Գնանք երկրորդը։ Հեսա այս կետերը մենք բացել ենք։ Ցանցային բիզնեսը միայն ակտիվ շփվող մարդկանց համար է։ Լավ հիշեք այս կետը, բան եմ ասելու։ Երրորդը, ցանցային բիզնեսով հարստանում են, փող են վաստակում միայն այն մարդիկ, նրանք, ովքեր վաղ են եկել, մենք արդեն ուշացել ենք, հա, վաղ են սկսել։ Կամ ցանցային բիզնեսը ֆինանսական բուրգ է։ Աստված իմ, այս ամենատարածված միֆն է, որից որ շատերը խուսափում են։ Հինգերորդը, ուրեմն ցանցային բիզնեսը հարմար է միայն տնային տնտեսուհիների ու մայրիկների համար, որ դե իրանց համար է, էլի իրանք կբզբզան գործ կան, կզբաղվեն։ Գիտեք, ընկերներ, շատ ժամանակ ես էլ խոսակցության ընթացքում պրեզենտացիայի ժամանակ կամ գրելու ժամանակ ասում եմ զբաղվում եմ ցանցային մարքեթինգի բիզնեսով, բայց հետո հասկանում եմ, որ սխալ եմ արտահայտվում անգամ ես, որտեղ սա զբաղմունք չէ։ Եկեք նաև դրա վրա մենք ժամանակի ընթացքում պիտի աշխատենք, որ այդ զբաղվել բառը հանենք մեր մտքից, մեր ասած բառապաշարից։ 6-րդ կետը, բոլորը հատկապես ծանոթները կսկսեն խուսափել քեզնից։ Եվ 7-րդը, ցանցային բիզնեսում 100-ից կամ 1000-ից մեկի մոտ է ստացվում։ Հիմնականում ձախողում են մարդիկ։ Այս կետերի հետ կապված ինչ որ բան ունեք ավելացնելու, գրեք չաթում կկարդամ սիրով, հիմնական կետերն արդեն նշեցի։ Հիմա եկեք տեսնենք իրականությունը։ Առաջինը, ցանցային բիզնեսը միայն վաճառք է։ Երեք նորմալ է, եթե մենք սա լսում ենք։
Այս երեխեք բառը խամտել բերանս։ Նորմալ է, երբ որ մենք սա լսում ենք, որովհետև եթե դու տեղյակ չես, ես եմ նոր մարդ եմ, այ իմ նաստավնիկը շատ ժամանակ իմ օրինակը բերում է, պատմում է, ես էլ եմ պատմում, որ երբ որ անձամբ ես եմ հետաքրքրվել այս ոլորտով, հա, տեսա հայտարարությունը ու սկսեցի հետաքրքրվել։ Երբ որ հասկացա, որ հարցանցային ինչ-որ ընկերության հետ է համագործակցությունը, ես լռեցի, ուղիղ մի շաբաթ լուռ էի, որովհետև իմ մտքում անընդհատ բաներ էր, ապրանքներն էր, էլի մազի ներկերը, շամպունը, դուշը, ասենց որ այդ ապրանքներն էր պտտվում, ու ես դա արդեն ասոցացնում էի վաճառքի հետ։ Այս չէ որ ես պետքա լսեմ, ականջներս բացեմ ու լսեմ շարունակությունը։ Պատճառը, եկեք պատճառներ շատ կարան լինեն, բայց էլի հիմնական sense ոնց որ պատճառը օրինակ եմ ասում, երբ մարդիկ տեսնում են ցանցային բիզնեսում, ցանցային ընկերության հետ աշխատողներին եւ հիմնական ուշադրություն են դարձնում նրանց ապրանքային պոստերին կամ առաջարկներին։ Երեխեք մերին ունեք էլի, միայն մերին, որ ինձ չի լսում, չի տեսնում, տեսնելը չեք տեսնի, բայց լսելը պետք է որ լսեք։ Դա մեկ պատճառ, հա, այդ պատճառով կարծիք է ձևավորվում, որ ամբողջ աշխատանքը այսպես չակերտների մեջ վաճառք անելն է։ Իհարկե, իրենց շրջապատում տվյալ ֆիրմայի դիստրիբյուտորների, խորհրդատուների տեսնելով, ասենք տոպրակով կարա լինի կամ կատալոգով, մտածում են, որ բիզնեսը սկսվում եւ վերջանում է վաճառքներով։ Ես դեմ չեմ վաճառքներին։ Մենք հիմա վաճառքների մասին չենք խոսում, հա, շբանչանից շփոթենք երեխեք ջան։ Այդ որ ասում եմ տոպրակներով ընկերուհիներն են տեսնում կամ կատալոգներով, դա մի քիչ ուրիշ իմաստով եմ ասում։ Ցանցային բիզնեսը միայն վաճառք չէ։ Ով է համաձայն իմ հետ, որ մեկ բառով ասած կամ մեկ բառակապակցությամբ դա հարաբերություններ ստեղծելու կամ մարդկանց օգնելու ու թիմ կառուցելու արվեստ է։ Հա, արվեստ է, դա իսկապես գործ է։ Համաձայն եք ինձ հետ։ Հարաբերություններ ենք ստեղծում մարդկանց հետ միասին եւ օգնում ենք մարդկանց ու թիմ ենք կառուցում։ Արվեստ, էլի։ Ընտրել եմ շատ սիրուն բառեր։ Այնուամենայնիվ, ինչպես ներկայացնենք ճիշտ կերպով։ Իհարկե, այս 3 կետերը ես որ հիմա նշում եմ, բնականաբար ասենց կարճ կոնկրետ, բայց փորձի ընթացքում, ժամանակի ընթացքում արդեն դուք կիմանաք ոնց ներկայացնեք։ Ամենաառաջինը, ընկերներ ջան, կենտրոնանանք մարդկանց կարիքների վրա, ոչ թե ուղղակի ապրանքի վաճառքի, ոչ թե մտածենք ոնց անենք, որ այսինչ բանը վաճառվի կամ այնինչ բանը, այլ երբ որ մենք կենտրոնանում ենք մարդու կարիքի վրա, մարդկանց կարիքների վրա, ինքնին ստացվում է դա։ Ինքնին, երեխեք, ինչ օրինակ կարելի է բերել այս դեպքում, հա։ Հասարակ ամենապրիմիտիվ բանը, եթե մենք ինչ-որ խնդիր կարանք լուծենք, օրինակ մաշկի հետ կապված, մեկ ունի յուղոտ մաշկ կամ չոր մաշկ կամ ալերգի կա իրա, չգիտեմ, լավ ինչ-որ փոշի է ման գալիս իրա երեխաների լվացքը անելու համար ու խոսում է, կիսվում է քո մոտ, ու դու մեկ էլ հասկանում ես, որ դու կարաս այդ հարցով օգնես իրան։ Այսինքն, երբ որ բանը հասնում է մարդկանց կարիքների, կենտրոնանում ենք իրանց օգնելու վրա, արդեն ինքնին ստացվում է, որ վաճառքել է լինում, կամ արդեն այդ մարդու միջոցով դու ստեղծում ես ապրանքային շրջանառություն, որտեղ ինքը գալիս է ու միանում է քեզ։ Այս մի հատ շատ երկար թեմա է, բայց անցնենք առաջ, երեխեք ջան։ Ինձ լսում եք։ Ստեղ մի պահ շունչ քաշեմ, տեսնեմ ինձ լսում եք։ Աքսանանա։ Մարի լսվում է։ Այո։ Բանը, երեխեք բան արեք էլի, Google-ով մտեք, այնտեղ բրաուզերը փոխեք, տենց։ Երկրորդը։ Կիսվեր փորձով եւ արդյունքներով, պատմության տեսքով, մեզով օգնություն, այսինքն ով չէ, կներեք, ինչն է օգնության գալիս, սոցկայքերը, հա։ Հիմա գաղտնիք չի ոչ մեկիս համար, որ լիքը ովքեր որ անգամ մի հատ պուճուրիկ մի բան գնում են, մի անգամից թորիով կիսվում են, կամ իրանց էջում կիսվում են, կամ ինչ-որ իրանց խմբերում կիսվում են, նույնը այստեղ է։ Նույնը այս տարբերակով կարելի անել։ Այսինքն, երբ որ մենք կիսվում ենք փորձով, արդյունքներով, պատմության ձևով, որ սթորիում, ռիլի տեսքով կամ խմբում, սոցկայքերը մեզ շատ են օգնում։
Սա էլ է տարբերակ։ Մենք մարդուն ճիշտ ներկայացնում ենք էլի։ Եվ ամենակարևորը ցույց տանք, որ բիզնեսը դա հնարավորություն է ստեղծելու եկամուտներ, пассив եկամուտ, զարգացնել առաջնորդական հմտություններ եւ շեշտել եմ այստեղ օգնել ուրիշներին։ Այնքան կարևոր է, երեխեք ջան։ Երբ որ մենք օգնում ենք ուրիշներին, այս ոլորտը հասկանալուց հետո, մենք հավատացեք չենք կենտրոնանում այդ առևտրի վաճառքի վրա։ Ամեն մարդու կարիքը հասկանալով, օգնելով դա ստացվում է, լինում է։ Գնանք առաջ, եթե այս թեմայով բարձր ամեն ինչ, եւ անցնենք մյուս միֆին։ Ցանցային բիզնեսը միայն ակտիվ շփվող մարդկանց համար է։ Այս լրիվ իմ մասին է, երբ որ ինձ ասում են, օրինակ, ես քաշվող եմ, ամաչող եմ, այսպես էլի, ես ակտիվ չեմ, пассив եմ, իմ վառ օրինակը, ափսոս իմ ծանոթներից, բարեկամներից հիմա այստեղ այս հարթակում չկան, իմ ծանոթ ընկերներից, բարեկամներից նկատի ունեմ, կամ թեկուզ դասընկերներից, որ ասեն, այո, Լուսինեն դասարանում շատ գերազանցիկ է սովորել, բայց տեսեք ոնց եմ խոսում հիմա։ Իրանք լսեն կզարմանան ուղղակի։ Ինքը շատ գերազանց է սովորել, բայց մենք ապշած ենք, ոնց է ինքը բիզնես անում, ոնց ինքը մարդկանց բանա սովորացնում կամ օգնում։ Այսինքն ես ինքս եղել եմ այդ տեսակով։ Հիմա այստեղ խնդրում եմ գրեն այն մարդիկ, ովքեր միջև գրանցվել եմ, ասել են ես ակտիվ չեմ, ես пассив եմ, ես շփվող չեմ, այդ իմ տեղը չի, ով է մտածել տենց։ Ես կգրանցվեմ մենակ իմ համար գնումներ կկատարեմ, բիզնեսը իմը չի։ Այսինքն այդ կարծիքը կա, չէ, որ միայն էներգիայով sense ակտիվ ասող խոսող մարդիկ են հաջողում այս ոլորտում։ Բայց տեսեք, մեծամասնությունը, հեսա 90%-ը կգրի, որ ես տենց էի կարծում։ Այո, ես էլ էի այդպեսին։ Բայց որոշ ժամանակ հետո ձեզ կանգնեցնել չի լինի այնքան եք խոսալու։ Ընդհանրապես հաջողության գաղտնիքը կայանում է հետևողականության, պլանավորման եւ համբերության մեջ, մեկ էլ մի քիչ լսելու ունակության մեջ։ Ու այս դեպքում նույնիսկ ամաչկոտ մարդիկ կարող են օգտագործել իրենց ուժեղ կողմերը, ստեղծելով հիանալի արդյունքներ։ Չկա տենց մարդ, որ ինքը չունենա ուժեղ կողմ։ Չկա տենց մարդ։ Ու ցանցային բիզնեսը ես ինչի համար եմ սիրում, ինչի համար է ինձ գրավել։ Եթե իմ աղջիկներից կան, վստահ եմ այստեղ կան, ես միշտ ասում եմ, ես իրան նմանեցնում եմ puzzle-ի նման։ Այսինքն ամեն մեկը, այստեղ պարտադիր բոլորը մի օրինակ լինեն ակտիվ ու շփվող։ Այս այն բիզնեսն է, որ մեկը մյուսին պետքա լրացնի։ Մեկը ինչ որ բանում է իրեն լավ դրսևորում, ինքը դրանով է օգնում թիմին, այն մեկը մյուս։ Այսինքն այս տարբերակով մենք ոչ թե կենտրոնանում ենք մարդու թույլ կողմերի վրա, ասում ենք այդ թույլ կողմը զարգացու, այլ գտնում ենք ուժեղ կողմը, նկատում ենք ուժեղ կողմը եւ արդեն ստեղ նշեցի, հա, հետևողականության, պլանավորման, համբերության, լսելու ունակությունը բաց եմ թողել, բայց ասում եմ, այդ ամեն ինչը իրար հետ արդեն ստացվում է հիանալի արդյունքներ, հիանալի համագործակցություն, հիանալի թիմ։ Համաձայն եք իմ հետ։ Գտնում եք ձեր ուժեղ կողմը, եթե այստեղ դեռևս մտածում եք, որ դուք ամաչկոտ եք, ավելի լավ գնումներ անեք, մի խոսքով ձեր տեղը չի, գտեք ձեր ուժեղ կողմը, ձեր համեմունքը ու այս բիզնեսը համեմեք ձեր ձևով։ Գնացինք առաջ եւ մյուս միֆը ցանցային բիզնեսով հարստանում են միայն նրանք, ովքեր վաղ են սկսել։ Մի հատ sense միֆ էլ կա, բայց չգիտեմ արժի ստեղ ասեմ թե չէ, երբ որ սկսնակը գալիս ասում է, հիմա այս պատվեր անեմ քեզ օգուտ է, Չէ, որտեղից է ինձ օգուտ քո պատվեր անելը։ Ինձ օգուտ կլինի, երբ որ դու դառնաս տնօրեն ես ֆիրմայում։ Ինձ օգուտ չի քո պատվեր անելը։ Հա, պատվեր անում ես շատ լավ է, բայց արի պայմանավորվենք, որ եթե իսկապես ուզում ես իմանաս իմ օգուտը որն է, իմ օգուտը այն է, եթե դու դառնաս տնօրեն ֆիրմայում։ Հա, իմ օգուտը դա կլինի։ Հիմա այս միֆը ո՞նց բացատրենք։ Ոնց կարելի է բացատրել այս միֆը։ Միայն վաղ են սկսել։ Ցանցային բիզնեսը հնարավորություն է ստեղծում բոլորին, անկախ սկսելու պահից, անկախ նրանից, թե դու որտեղ ես, որ պահին ես, չգիտեմ, կարևորը պատրաստ լինել աշխատելու, պատրաստ լինել փոխվելու։ Եթե մենք խոսում ենք ցանցային բիզնեսի մասին։
Այսպես ասողները ընդհանրապես տենց էլ չեն էլ ուսումնասիրում այս ոլորտը։ Դրա համար ասում են մենք արդեն շատ ուշ է։ Ով որ շուտ է եկել, ինքը արդեն հաջողել է, ինքը կհաջողի, ինքն է ամենը։ Մեկ այն որ եկեք հետ գնանք, այն որ ասում է ով որ վաղ է սկսե ինքն է, չէ, հարստանում։ Իրանք չեն ուսումնասիրել ոլորտը։ Կամ էլ ունեն չստացված փորձ որևէ այլ կազմակերպության հետ համագործակցելիս։ Կամ էլ իրանց շրջապատում ինչ որ օրինակներ կան, մարդիկ ովքեր որ էլի ինչ որ վատ փորձառության, գիտեք ինչն է հետաքրքիր, երեխեք աղջիկներ ջան կամ ընկերներ ջան, մարդիկ ավելի շատ կենտրոնանում են չհաջողված փորձերի վրա, բաց թողնելով այն հաջողված պատմությունները կամ օրինակները, որոնք 100%-ով կօգնեն իրանց առաջ խաղացման։ Բայց ես չեմ ուզում մենք այդպիսին լինենք։ Մենք այդ կարծատիպերը պետք է լրիվ կոտրենք ու փոխենք։ Օրինակ, հենց մեր ոլորտում, մեր պրոյեկտում կամ մեր ֆիրմայում կարող եք փաստել շատ օրինակներ կան, որ մարդիկ եկել են ավելի ուշ, բայց հիմա կրկնակի եռակի 10 պատիկ նույնիսկ շատ են վաստակում։ Ովքեր որ հասկանան այդ մեխանիզմը, հաստատ այս միֆը կամ չգիտեմ անհանգստությունը չեն ունենա։ Այնքան դեպքեր կան, որ նաստավնիկը գնացում է իր նորեկին, մի քիչ աշխատում է իր հետ, մի քիչ անցնում է ժամանակ, իր լիդերը սկսում է աճել, հիմա շատ կա տես դեպքեր, նաստավնիկը չկա, չի գործում, բայց իր հրավիրած անձը, որ իրանից ուշ է եկել, ինքը հիմա արդեն շատ բարձր ստատուսներ ունի, ինքը շատ լավ վաստակում է, այնինչ նաստավնիկը կարող է 3 տարի առաջ եկել է, դեռ ինքը նույն տեղում է, կամ ինչ որ ժամանակ գումար է վաստակել, բայց հիմա չկա։ Կան տենց դեպքեր։ Ես տենց ինչ որ բան չեմ ասում, իրականությունից եմ խոսում։ Կան։ Մյուսը։ Ուրեմն, ցանցային բիզնեսը ֆինանսական բուրգ է, պիրամիդա։ Ով է լսել։ Դե հա, ասում են ընկերուհուս մոտ չի ստացվել, ինձ մոտ էլ չի ստացվի։ Շատ օրինակներ կան, երեխեք ջան։ Կարևորը որ մենք ճիշտ հասկանանք եւ կարողանանք հիմնավորենք այս հիմնավորենք ու ճիշտ ասենք, էլի։ Ցանցային բիզնեսը ֆինանսական բուրգ է կամ պիրամիդա եւ էլի այս դեպքում մարդիկ մտածում են, ով որ առաջինը կամ վերևում է, ինքն ամենաշատը վաստակում։ Ամեն օր լսվող խոսքեր, այսինքն ովքեր որ շատ աշխատում են, ովքեր որ շատ տենց կոնտակտի են դուրս գալի մարդկանց հետ, հաստատ լսած կլինեն սա։ Եկեք այստեղ հստակ ես որոշակի բաներ գրել եմ դա ասեմ։ Նախ ասեմ, որ ֆինանսական բուրգը շատ հեշտ է տարբերել ցանցային բիզնեսից, եթե ուշադրություն դարձնենք մի քանի առանցքային նշանների։ Երեխեք, եթե ձեզ ասում են, եթե հենց երեք էլ ձեզ ասել են բուրգ է, ուղղակի այսօր առարկումների վերաբերյալ չի թեման, որ սենց հանկարծ չշեղվեմ էլի, անցնեմ առարկումներին ոնց կարելի է պատասխանել, բայց մի բան ասեմ։ Մի հատ սենց նու գաղտնիք չի, ինձ թվում է բոլորդ էլ կիմանաք կամ նոր կլսեք։ Ես միշտ ասում եմ, այս դեպքում, երբ որ սենց այդ պիրամիդա է կամ սենց ինչ որ առարկում է գնում, դուք համաձայնվեք մարդու հետ։ Այո, ես համաձայն եմ քո հետ, որովհետև ես էլ ինչ որ այնքան կարևոր է սկսել այոյով։ Դուք ոչ թե դրանից վատ զգացեք, sense բան որ կպան ձեզ ու ձեր ֆիրմային, այդ ֆիրման ոչ մեկս մեր հայրական տնից չենք վերել, չենք ստեղծել։ Դրա համար, sense սառը նորմալ ձևով ասում ենք։ Ուղղակի ես ասում եմ, կարաք օգտագործեք ձեր առարկումների մեջ։ Այո, ես համաձայն եմ քո հետ, Անուշիկ ջան, որ սա պիրամիդա է, որովհետև ես էլ էի այդպես մտածում այս ժամանակ, երբ որ նոր է սկսել, եւ դուք շարունակում եք, մնացած արդեն ստեղծագործեք ու ասեք։ Մի խոսքով, ֆինանսական բուրգերում հիմնական նպատակը որն է։ Կներեք էլ մի վարքյան։ Եկա, լսում եք ինձ աղջիկներ ջան։
մի 3 հատ պլյուս դրեք, միացա ես։ Ֆինանսական բուրգերում հիմնական նպատակն է գրավել նոր անդամների, ապրեք արձագանքի համար, գրավել նոր անդամների, քանի որ հենց նրանց ներդրած գումարն է կազմում ամբողջ համակարգի եկամուտը։ Այսինքն ինչ է տեղի ունենում։ Անհիմն ներդրումներ։ Ես վստահ եմ, ես չեմ կարող ասել 100%-ի մոտ, բայց կլինեն մարդիկ, ովքեր որ իրենց բարեկամների, ընկերների շրջանակում կամ միգուցե դուք ինչի՞ չէ, ինչ որ կերպ հնարավոր է ներքաշված լինեք նման պատմության մեջ, որովհետև ֆինանսական բուրգը երբեմն ինքը հանդես է գալիս ցանցային բիզնեսի անվան տակ, եթե կարելի է ասենց ասել, մարդկանց գայթակղումը արագ, ասենց միանգամից գումար վաստակելու հնարավորությամբ եւ ներքաշում այդ անհիմն ներդրումների մեջ, հա, խոստանում են բարձր եկամուտներ առանց հստակ ապրանքի կամ առանց ծառայության առաջարկների։ Պատկերացրիք ինչ եմ ասում։ Այսինքն մարդիկ մի պահ խափնվում են այդ արագ եկամտի, որ այ հեսա իրանք մի ամսում կամ չգիտեմ հաջորդ շաբաթ իրանց ներդրածը հետ են ստանալու, բայց այդպես չի լինում։ Դուք ինձանից լավ կիմանաք, դուք շատերը, ես միակ մարդը չեմ, որ ինտերնետում լիքը կարդում եմ, տեսնում եմ, հա։ Այսինքն ինչա դուրս գալիս, գումարի այդ շրջանառությունը կախված է լինում նոր անդամներից, այդ անընդհատ գումարային ինչ-որ ներդրումներից, հա, եւ արդեն նշեցի, որ ֆինանսական բուրգի դեպքում, պիրամիդայի դեպքում այդ գիտեմ ինչ ասեմ, կազմակերպություն էլ չի լինի ասել, հանդես են գալիս ցանցային բիզնեսի անունի տակ եւ այդպիսի անօրինական բաներ են անում։ Պիրամիդան օրենքով արգելված է, քրեորեն պատժելի է, ու իրանք շատ կարճաժամկետ են, համակարգը շատ արագ փլուզվում է։ Եվ ինչպես ի վերջո ճանաչել իրական ցանցային բիզնեսը։ Հա, Նելի ջան, ես վստահ եմ, որ եթե ոչ այստեղ աղջիկների կամ հա, ովքեր միացած են իրենց մոտ, համենայն դեպս լսած կլինեն ընկերների հետ կարող է տենց բան պատահած լինի ինքնուրույն վարկերի տակ, ինչ-որ բաների տակ, պարտքերի տակ, եւ այդ համակարգը փլուզվում է, այն որ sense փոշի անում են, կորում են, նույնիսկ չեն կարողանում իրաց ներդրած գումարները հետ բերեն։ Այնպես որ սիրելիներս, մենք պետքա ճանաչենք իրական ցանցային բիզնեսը, որովհետև ցանցային բիզնեսը կենտրոնացած է հենց իրական արտադրանքի կամ ծառայության վրա, հա, որպես եկամտի աղբյուր ծառայում է հենց վաճառքը, ապրանքային շրջանառությունը, ոչ թե միայն նոր մարդկանց գրանցումը։ Եվ ցանցային բիզնեսը օրենքով թույլատրելի է եւ համագործակցում է պաշտոնապես գրանցված ընկերությունների հետ։ Եվ ուստի, եթե մեզ առաջարկում են, եթե ձեզ առաջարկում են ներդրում կատարել առանց հստակ բացատրության, թե ինչ ապրանք է կամ ինչ ծառայություն է, ուղղակի կարելի է փախնել կամ բլոկել, եթե դա ինտերնետով է, որովհետև կամ պատասխանել, որ դուք օրենքով արգելված գործունեություն եք անում, եւ այդ ամենը քրեորեն պատժելի է։ Հասկանալի է։ Պարզ է, գնանք առաջ, եթե այստեղ ավելացնելու բան չունենք։ Ուրեմն խոսափում ենք, հեռու ենք մնում եւ տարբերում ենք ցանցային բիզնեսը ֆինանսական բուրգից։ Միտեղ եթե ապրանք չկա, ծառայություն չկա, ուրեմն այդտեղ կա խաբեություն։ Միֆ ցանցային բիզնեսը հարմար է միայն տնային տնտեսուհիներին ու մայրիկներին։ Ну, այս երբեմն լինում է, որ սենց էլի կա ասած ինչ-որ կարծրատիպ, բայց ցանցային բիզնեսը, ցանցային մարքեթինգը կարող է լինել հրաշալի հնարավորություն, իհարկե ոչ միայն մայրիկների կամ տնային տնտեսուհիների, այլ նաև այն մարդկանց համար, ովքեր ուզում են փոխել իրենց կյանքը, գտնել նոր հնարավորություններ, լինել անկախ, ստեղծել ֆինանսական կայունություն։ Ոլորտում կարող են լինել տարբեր մասնագիտության տեր մարդիկ։ Այս ոլորտում աշխատելը իհարկե պահանջում է եւ ժամանակ, եւ ջանք, եւ շարունակական կրթություն, զարգացում։ Ես չեմ կարծում այստեղ 84 մոտ տենց 90 մասնակիցներ կան, այստեղ բոլորը տնային տնտեսուհիներ են, հա, ինձ հետաքրքիր է։ Բոլորը տենց մամաներ են, չկան մարդիկ, որ իրենք այլ ոլորտում աշխատում են եւ համատեղում են։ Սկզբում գալիս են համատեղելու հավելյալ եկամտի, բայց ժամանակի ընթացքում հասկանում են, որ սա հավելյալ եկամուտ չի, սա լուրջ բիզնես է։ Եվ կարելի է
զուգահեռ համատեղել այս բիզնեսը առաջնային աշխատանքի հետ եւ հետո հաջողանել առաջնային աշխատանքին ու ապրել ավելի ազատ։ Եթե մենք ունենք այլ ոլորտի մասնագետներ, ոլորտ ասելով, որ աշխատում են այլ տեղերում, կարող եք գրել, թող մեր սկսնակներն էլ տեսնեն, որ օրինակ աշխատում է այսինչ տեղը, բայց զուգահեռ համատեղում է ցանցային մարքեթինգի բիզնեսը։ Շատ երեխեք ջան, տարբեր ոլորտներից կարող են միանալ։ Հիշենք puzzle-ի պատմությունը, որովհետև այդ կարելի է նաև այդտեղ օրինակը բերել, որ տարբեր մասնագետների տեր մարդիկ կարան գան այս բիզնեսը ուսումնասիրեն, այս ոլորտը ուսումնասիրեն, ինչ որտեղ իրանց էգոն թողեն մի կողմ, որովհետև այդ շատ ժամանակ նաև ձախողում են այն մարդիկ, ովքեր ասում են, դե ես բարձրագույն կրթություն ունեմ, ես ոչինչ չունեմ սովորելու ինչ որ մեկից, եթե այստեղ կան նման մտածող մարդիկ, դա արդեն մինուս է բիզնեսը սկսելու համար։ Ինչքան էլ մարդը ունենա այլ ոլորտում ճանաչում, շրջապատ, բարձր մասնագիտություն, մի խոսքով բարձրագույն կրթություն, այս ոլորտ գալով ինքը նոր մասնագիտություն է սկսում, նոր, ու ինքը պետք է սկսի նոր էջից։ Այսպես, ամենակարևորը հասկանում ենք, որ բիզնեսը աճում է ոչ թե մի քանի ամիս կամ օրերի ընթացքում, այլ երկարաժամկետ ու հետևողական աշխատանքի արդյունքում մենք կարող ենք զարգացնել այս բիզնեսը։ Երեխեք, ես պատմիմա այդ ռուկու չեմ հասկանում ինչ են աղջիկները դա անում, ուզում են խոսք ասեն, թե չի լսվում։ Այո, Մարիի պատմությունը վառ օրինակ, Մարի Սարգսյանին շատերս գիտենք, ու էլի շատ օրինակներ կան, այստեղ միգուցե ընթացքում գրեն աղջիկները, ամեն դեպքում։ Բոլորը հատկապես ծանոթները կսկսեն խուսափել քեզնից։ Նո այդքան էլ հաճախ հանդիպող ինչ որ միֆ չի սա, բայց կարող է այս ինչ որ սրան էլ բախվել հանդիպել։ Так. Եվ սկսում ես այս ոլորտում աշխատել, իսկապես կատարվում են փոփոխություններ, ինչպես մտածելակերպի, այնպես էլ կյանքի մոտեցումների մեջ։ Դա չի վերաբերվում միայն բիզնեսին, այլ նաև անձնական զարգացմանը, անձնական աճին։ Մարդիկ սկսում են տեսնել ձեր առաջընթացը, եւ դա կարող է նրանց համար խթան դառնալ մտածելու, թե ինչու եք դուք ընտրել այս ճանապարհը, եւ ինչպես է որ հասնում եք հաջողության։ Եվ երբ նրանք տեսնում են ձեր վստահությունը, դա նրանց համար դառնում է օրինակ, ինչը շատ հաճախ կարող է նրանց մոտիվացնել եւ իրենք էլ փորձեն այս ճանապարհը։ Ընդհանրապես, ծանոթների մեջ այլու մոտ չի լսվում։ Ծանոթների մեջ երեխեք ջան, կլինեն երկու sense ոնց որ բաժանված տիպի մարդիկ, ովքեր կփորձեն փրկել ձեզ հակերների մեջ էլ իհարկե, այսինքն փրկել նրանից, որ դուք հանգարց վատ բաների մեջ չընկնեք։ Այսինքն այն ծանոթները, ովքեր որ այն միֆերը լսել են, որ այս պիրամիդա է, այստեղ չգիտեմ 1000-ից մեկն է հաջողում, այստեղ դու պետքա թիկունք ունենաս կամ չգիտեմ ծանոթ ունենաս, լիքը փորձ ու գիտելիք ունենաս, որ ներդրումը ունենաս, այսինքն այն ծանոթները, որոնք այդ մտածելակերպը ունեն, նոր սկսնակին կամ ձեզ կփորձեն պաշտպանել։ Ըստ իրանք չեն խանգարում, իրանք ուզում են ձեզ պաշտպանել, որ դուք հանգարց սխալ բան չանեք։ Կամ կարող է ձեզ իրանք կարծիքը ասեն այս ոլորտի վերաբերյալ, փորձեն ձեզ հետ պահել ու հիասթափեցնել, իրանք կարծիքը ասել ու վերջ։ Բայց մի բան ասեմ, երեխեք ջան, ուրեմն ծանոթները կլինեն կամ շրջապատ կամ ընկերները կլինեն, հա, ովքեր ինչ որ չափով արդեն գիտեն կամ տեղյակ են, որ դուք ուզում եք գործ սկսեք, այս ոլորտը ուսումնասիրեք, իրենք իրենց այսպես հեղինակային կարծիքը ասում են, այդ պահին ասում խոսում են եւ գնում են իրանց դարդերով, իրանց գործերով, իրանց հոգսերով։ Այսինքն ձեզ գցում են մտածմունքների մեջ, իրանք գնում են իրանց գործերով, հա? Ու դուք կամ մենք ես տենց որ բան միտումով չեմ ասում վիրավորական, երևելին հենց մարդիկ չենք, որ իրանք գնան, ցած նստեն ու մտածեն մեր մասին։ Իրանք պետք է այդ պահին իրանք կարծիքը արտահայտեն ու գնան։ Բայց կլինեն նաև ծանոթներ, կլինեն նաև մարդիկ, ովքեր տեսնում են ձեր առաջընթացը, ձեր փոփոխությունը, ձեր մտածելակերպը, ձեր հաջողությունները, իհարկե ժամանակի ընթացքում իրանք էլ կմոտիվացվեն, իրանք էլ կսկսեն
ավելի sense ձեզ հետևել, միգուցե ժամանակի ընթացքում տենց էլ չմիանան շատ մարդիկ ձեզ, բայց իրանք հպարտանան ձեզնով, իրանք ուրախ լինեն ձեզանով։ Դրա համար չենք կարող ընդհանուր բոլորի համար ասենք, որ հա ծանոթները, հա այն մարդիկ կակրվեն ձեր շրջապատից, կխուսափեն, եթե կարելի է տենց ասել, այն մարդիկ կգնան ձեր կյանքից, ովքեր էլ ընդհանուր բան չեն ունենա ձեր հետ, հա, ովքեր էլ ռիսկ չեն անի ձեր մոտ բողոքեն իրանց ապրելակերպից, որտեղ եթե իրենք սկսեն բողոքվել, դուք ասես գիտես, ես քեզ այսպեսի առաջարկ ունեմ, արի քեզ մի հատ հրավիրեմ այսինչ ուսուցմանը, մի հատ լսի, տես ինչի մասին է խոսքը։ Այ եթե դու այսօր չունես ունես այդ կարիքները, որոնք քեզ խանգարում են հանգիստ ապրելու, ես քեզ լուծումը տալիս եմ։ Որ ասում եմ, ձուկ չեմ տալիս, բայց ձուկ բռնել սովորեցնում եմ։ Ստացվում է, որ այդ մարդիկ իրենք կամաց հեռանում են ձեր ճանապարհից։ Հիմա դա լավ է, թե լավ չի։ Գրեք այո, ոչ։ Հիմա լավ չի, որ այդ մարդիկ գնան ու ձեզ չխանգարեն, անդադ չբողոքեն իրանց կյանքից ու ապրելակերպից։ Այ խոսքը այդ ծանոթներն են, որ իրանք ոչ թե խուսափում են, այլ գնում են ձեր կյանքից։ Ահա։ Ապրեք։ Դե գնանք, եթե այս մասն էլ է պարզ, եւ վերջին 7-րդ կետի մասին խոսենք։ Ցանցային բիզնեսում 1000-ից մեկի մոտ է ստացվում, ձախողում են։ Շատերը ցանցային բիզնեսում հիասթափվում են ու կարծում են, թե ձախողվել են։ Սակայն հիմնական պատճառը ոչ թե բիզնեսի ձախողումն է, այլ որոշակի սխալ մոտեցումները կամ սպասումները։ Ահա կրկին սիրելիներս ձեզ համար առանձնացրել եմ ամենատարածված պատճառները բացատրություններով եւ լուծումներով։ Ամեն դեպքում իմ այս տարիների փորձը ինձ թույլ է տալիս, որ ես այս կետերը կոնկրետ հենց առանձնացնեմ, եւ եթե այստեղ կան սկսնակներ, եւ եթե այստեղ կան ոչ սկսնակներ, բայց այս կետերը բացակայում է ձեր մոտ, ու ով որ լսի դա կվերցնի, որ ասում է սրտին կառնի, ուրեմն երեխեք ջան, դուք ուղղվելու տեղ ունեք։ Ես ձեզ անկե, որտեղ իրականում մեր նպատակն է, որ մեր կանայք աղջիկները, ովքեր որ այս ոլորտի հետ արդեն առնչվել են, իրանք ճիշտ ճանապարհով գնան, իրանք ճիշտ մոտեցումներով անեն այս բիզնեսը։ Միջև կետերին անցնելը, ես էլ էի կարոտել նմանատիպ ուսուցումներին, միջև կետերին անցնելը, ես էլի իմ օրինակից կարճ ասեմ, երբ որ տենց դեպք եղավ ասցին, 100-ից մեկի մոտ է ստացվում էլի, դու տենց բան ասող խոսող չես, այն հիշում եք, չէ՞, էներգիայովլի մարդը պետք է հաջողի այդ թեման։ Ես ուղղակի այդ պահին ասացի, այդ 100-ից մեկը թող լինեմ ես։ Հիմա եթե ձեզ ինչ-որ մեկը ասի 1000-ից մեկի մոտ է ստացվում, ինչու չլինեք 1000-ից մեկը դուք։ Այդ պատասխանը տալիս եք ու շարունակում եք ձեր քայլը առաջ։ Որոնք են պատճառները՝ արագ արդյունքի սպասում, աշխատանքի սխալ մեթոդներ, ուսուցման բացակայություն, կապի բացակայություն, սոցիալական մերժման վախ, թերի պլանավորում, առանց նպատակի աշխատանք, ընտանիքի եւ շրջապատի աջակցության պակաս։ Ինչի եմ ես ընտանիքի եւ շրջապատի աջակցության պակասը բերել ամենաներքևում։ Հիմա ես կասեմ։ Որպեսզի ձեզ շատ չձանձրացնեմ, այս կետերի մասին sense լավ չեմ բացելու, բայց ինձ թվում է պարզ է, չէ՞, արդեն արագ արդյունքի սպասում ասելով ինչ նկատի ունեմ կամ ունենք։ Գալիս են բիզնես եւ որոշում են, որ իրանք պիտի արագ արդյունքներ ստանան։ Ոյի արագ արդյունքի են սպասում։ Բայց իհարկե հազար ներողություններ մեշունը հաչում է։ Արագ արդյունքի սպասում։ Ուրեմն արագ արդյունքներ մենք բիզնեսում չպետք է ակնկալենք, այսինքն ընդհանրապես մի բանը ձեզ արդեն այդ մտածելակերպից կազատի։
նորեկների սկսնակների համար եմ ասում։ Հաշվեք նոր մասնագիտություն եք սովորում։ Իսկապես նոր մասնագիտություն եք սովորում։ Եվ յուրաքանչյուր մասնագիտություն ինքը իրանից պահանջում է, չի լսվում։ Երեխեք ջան, խնդրում եմ ասեք լսում ա թե չէ։ Եթե ձեր մոտ չի լսվում, նորից փորձեք կամ այնտեղ, չգիտեմ, թարմացրեք ձեր։ Ահա։ Հաշվում ենք, որ մենք ընդունենք, լավ, ասենց ասեմ, ընդունենք նոր մասնագիտություն ենք սովորում։ Պատկերացնում եք, մարդիկ գալիս են ոլորտ, սկզբում ասում են մենք գաղափար չունենք այս ոլորտից։ Ես չեմ քննադատում այդ մարդկանց, ես էլ եմ այդ մարդկանցից մեկը եղել։ Եվ ոնց ասեմ, պրոստը եւ այդ բիզնես բառը կամ մնացած մյուս բաները մի քիչ շփոթեցնում է մարդուն, որ ինքը հեսա տենց շատ փողեր է միանգամից աշխատել։ Ոչ։ Մենք պետք է սերմը ցանենք, սկսենք խնամել։ Խնամենք, որ այս բիզնեսը զարգանա, աճի։ Դրա համար արագ արդյունքի չենք սպասում։ Այդ սպասելիքները, հա։ Ընդունեք, որ դուք սկսում եք ձեր բիզնեսը 0-ից։ Դուք չունեք գիտելիքներ, չունեք համապատասխան փորձ, չունեք հմտություններ, այդ կարողությունները, ունակությունները։ Այս ամեն ինչը սկսում ենք մենք 0-ից։ Եվ եթե մենք հետևողական լինենք այն ինչը որ ասեցի, մենք արդյունքները կամաց-կամաց, հա, այդ պտուղները կամաց-կամաց են քաղում այս բիզնեսում։ Մյուս կարևոր պատճառը մարդկանց մոտ, որ իրենք ձախողում են, աշխատանքի սխալ մեթոդներն է։ Շատ ժամանակ խորհրդատուն, երբ որ հովանավորը գրանցում է կամ հա ցանցային ընկերությունում գործընկեր է ձեռք բերում, sense մի խոսքով սկսում է աշխատել, նկատում է, որ իր գործընկերուհին կամ գործընկերը ինքը սխալ մեթոդներով է աշխատում։ Այսինքն չի կրկնօրինակում այն աշխատող մեթոդը, որով որ իր խորհրդատուն, իր հովանավորը արդեն անցել է այդ ճանապարհը, արդեն այդ փշոտ ճանապարհը ինչ որ չափ հա կա sense արտահայտություն, որ բոլորը իրանց սխալների վրա են բանա, ինչ են ասում, սխալների վրա են սովորում։ Հալա այդ արտահայտությունը մի տեսակ շատ է հնացել։ Էլի անենք սխալներ, բայց այս ժամանակներում, այս արագացված ժամանակներում, ինտերնետային ժամանակներում ինչի մենք անենք այն շատ սխալները, որ նոր մենք ինչ որ արդյունքների հասնենք։ Եկել ես, բարով ես եկել, սիրելի նորեկ։ Այս մեթոդներով ենք աշխատում։ Այս գործողություններն ենք անում։ Այսինքն, եթե մենք ընտրում ենք ինքնագործունեության ճանապարհը, սկսում ենք ինչ-որ հեծանի փորինել, միանշանակ կձախողենք այստեղ։ Կամ շատ երկար ժամանակ անց մենք կունենանք մեր արդյունքը։ Մյուսը՝ ուսուցման բացակայություն։ Ուսուցման բացակայությունը, ուսուցման բացակայությունը։ Պարզ է, չէ՞, արդեն այս բառը իրան ամեն ինչ ասում է։ Չեն մասնակցում ուսուցումներին։ Այ փորձառուները կփաստեն, երբ որ ասում են, ես մի անգամ եղել եմ այդ ոլորտում, ես շատ լավ գիտեմ ցանցային բիզնեսը ինչի մասին է։ Հարց ես տալի, ինչի մասին է։ Այո, կարող միանշանակ անաչար։ Ինչի մասին է ցանցային բիզնեսը, բան, ասենց ինքը գիտի շատ լավ։ Հարց ես տալիս, ուսուցումներին մասնակցել ես։ Այստեղ եկանք կապի բացակայությունը։ Քո խորհրդատուի հովանավորի հետ ինչքան ժամանակ առ ժամանակ ես կապի մեջ։ Քո խնդիրները, քո հարցերը, անհանգստացնող ինչ որ բաները դու ում հետ ես բացում, ում հետ ես քննարկում, վերև ես բարձրացնում, թե ներքև ես իջացնում։ Ոստեղ գնում է արդեն սոցիալական մերժման բախը, որ ինչ կասեն ուրիշները, ծանոթներս, բարեկամներս, հա, կամ օրինակ նոր սկսում է սկսնակը ու ինքը ինչ անում, մտնում է ինտերնետ, տեսնում է մի հատ բացասական կարծիք գրած ցանցային բիզնեսի մասին կամ ինչ-որ մի բան, վերջ, իր մոտ ձախողվեց ու ինքը այս բիզնեսի համար ստեղծված չի։ Կա տենց բան, այո, կա։ Դե այնտեղ արդեն թերի պլանավորումն է, առանց նպատակի աշխատանքը եւ շատ ժամանակ ասում են դե ընտանիքում ինձ չեն հասկանում, ինձ չեն օգնում։ Այդ աջակցությունը ես չունեմ։ Սիրելիներս, ձեզ եթե դուք այս վերը նշված կետերը լիարժեք, հա, այս պատճառները չլինի ձեր մոտ, բացակայի ձեր մոտ, հավատացեք ընտանիքի եւ շրջապատի այդ աջակցությունը այդքան էլ կարեւոր չի լինի։ Այդ արդեն ընտանիքը ձեզ կաջակցի այն ժամանակ,
այնքանով կաջակցի, լավ էսպես ասեմ, երբ որ տեսնի, որ դուք իրոք լուրջ այս բիզնեսով տրամադրված եք։ Իրոք դուք ընտրել եք մի ոլորտ, որը ոչ միայն ձեր համար, այլև հենց նույն այդ ընտանիքի բարօրության համար։ Դրա համար եկեք աշխատենք այս վերև նշած կետերը, մեզ մոտ դա չլինի, եւ մենք այս ներքևի կետին արդեն չենք հասնի։ Լավ, ինձ թվում է շատ բարդ չեմ խոսում եւ գնում ենք առաջ։ Նորեկ եմ, իհարկե փոքր քայլերով ենք Ռիմա ջան գնում առաջ, այդ ով է մեծ քայլերով ինչ որ բանի հասնում։ Փոքր քայլերով մենք շարժվում ենք առաջ։ Դուք չեք էլ կարա այստեղ մեծ քայլեր անեք։ Ոչ մի առումով չեք կարա։ Բնության օրենքն էլ է այդպես։ Այսինքն, եթե դուք բնության մեջ նայեք ծառը ոնց է իրապտուղը տալի կամ եթե դուք սենյակային բույսեր եք մշակում, ամեն իր ասենց տերևը, բողբոջը, ծաղիկը ոնց է բացվում, այդ ամենին եթե դուք հետևեք, համբերատար հետևում եք, չեք պոկում, գցում այն ներվերս չի հերիքում, այս ծաղիկը խիշ ու չի ծաղկում։ Այսինքն այդ ամեն ինչին ասենց հետևողական եք դուք, ամեն մի բանից ուրախանում եք դուք։ Այդ նույն բանը պետք է ձեր բիզնեսի հետ լինի։ Այդ նույն բանը, այսօր դուք մի բան սովորեցիք, այսօր դուք մի քանի հոգու տվեցիք հնարավորություն, ուսան շարունակ, առանց սպասելու այդ արագ արդյունքներին։ Կարծում եմ միֆերը, որոնք որ մենք բացահայտեցինք, ինչ որ չափով այդ պատասխանները գոհացրեց ձեզ, այսինքն իրականություն ասվածը, եթե մենք այդ ամեն ինչը լավ կարողանանք հիմնավորենք, առաջինը մենք ընդունենք եւ մենք ընդունենք, արդեն դիմացինի հետ խնդիրներ չենք ունենա։ Էլի եմ նշում, ոչ բոլորը կարան գանես բիզնեսում, բայց գոնե մենք պիտի ունենանք ներկայացնելու կամ մարդու հետ հարաբերություններ կոնտակտի մեջ մտնելու ընթացքում կարողանանք խոսել, կարողանանք ոչ թե պաշտպանվել, այլ ճիշտը ներկայացնել։ Լավ։ Հիմա ամենակարևոր մի քանի բաներ ասեմ, որովհետև այստեղ արդեն երբ որ մենք հասկանում ենք, հա, լավ, ցանցային բիզնեսը իմացանք, ինքը հիանալի բան է, հնարավորություններ, տարբերեցինք եւ այլն, հիմա ես ուզում եմ սկսեմ։ Ինչ ֆիրմա ընտրեմ, հա։ Չէ՞ որ ցանցային բիզնեսում ֆիրմա ընտրելը շատ կարևոր քայլ է։ Երբ որոշում եք, որ ընկերության հետ համագործակցել, կարևոր է հաշվի առնել մի քանի ձեր նպատակներին եւ արժեքներին։ Բայց միջև այդ արժեքները ես կներկայացնեմ ձեզ, որը բոլորիդ քաչ հայտնի է։ Ես վստահ եմ, այստեղ չկա ինչ-որ մեկը, որ այդ առավելությունների մասին չիմանա։ Բայց մինչև բիզնես սկսելը ազատվում ենք կասկածամտությունից։ Երեք կասկածամտությունը, վախերը, անհանգստությունները ձեզ մենակ խանգարելու է։ Դա վատագույնն է, այս ոնց գրել եմ, հա։ Բիզնեսի համար վատագույն բաներից մեկն է։ Երբեք հետ չենք նահանջում եւ չենք կասկածում մեր ընդունակությունների վրա։ Հիշում եք, ես ասացի, ամեն մեկը ունեք յուրահատկություն, ամեն մեկը ինչքան էլ ձեզ թույլ զգաք, դուք ունեք ուժեղ կողմ, այդ ենք գտնում։ Ցանկացած բան կարելի է սովորել փորձառության միջոցով, այսինքն գործել, սովորել։ Սա մեծագույն գաղտնիքն է, որը կօգնի մեզ հաջողության հասնելու։ Մյուս կարևոր խորհուրդս, նախքան բիզնես սկսել եք, կամ եթե արդեն սկսել եք, սովորում ենք լինել անտարբեր ճակերտների մեջ, ինչպես տեսնում եք գրել եմ, այսինքն, եթե մենք անընդհատ մտահոգվենք, թե ինչ կասեն մարդիկ, ինչ արեցի, ինձ սենց տեսան, ինձ նենց տեսան, հա, այդ մտահոգությունը շրջապատի մասով եմ ասում բարեկամների, դա նույնպես կարող է խանգարել։ Դրա համար այդ առումով մենք պիտի անտարբեր լինենք։ Հաջողության հասնելու ճանապարհին յուրաքանչյուր քայլում հաջողություն գրանցելու գործը հաջողելու ավարտին հասցնելու համար մենք այո ունենալու ենք դժվարություններ, երբեմն էլ ձախողումներ, բայց դրանց հաղթելու լավագույն միջոցը իմ այսպես ասած ճակերտներում գտնվող անտարբերությունն է։ Լավ, պայմանավորվեցինք, գնացինք առաջ։ Ահա։ Եվ այսպես ինչպես ընտրել ճիշտ ընկերություն ցանցային բիզնեսում հաջողելու համար։ Միանշանակ ամենաառաջինը ընկերության կայունությունն ու փորձն է, հեղինակությունը միջազգային շուկայում։ Ընկերության տարիքը կարևոր ցուցիչ է։ Եթե ընկերությունը շուկայում կայուն աշխատում է 10 տարի եւ ավելի, դա վկայում է նրա վստահելիության մասին։
ուսումնասիրել երբ է հիմնադրվել ընկերությունը, դուրս է եկել արդյոք միջազգային շուկա։ Օրինակ, Faberlic-ը միջազգային ճանաչում ունի եւ գտնվում է ավելի քան 40 երկրներում։ Միլիոնավոր մարդիկ օգտվում են մեր պրոդուկտից։ Այսինքն մենք չենք կասկածում նրա կայունության վրա, փորձի վրա, հեղինակության վրա, ու ինքը միջազգային շուկայում է, արտադրում է եվրոպական ստանդարտներին համապատասխան արտադրանք, ունի իր սեփական արտադրանքը։ Այսինքն, եթե մենք որոշում ենք երկարաժամկետ բիզնես, միանշանակ Faberlic-ը որպես ընկերություն կամ կազմակերպություն շատ լավ հիանալի տարբերակ է, հա։ Դե նշեցի արդեն պետք է համոզվել, որ ընկերությունը առաջարկում է բարձրորակ, նորարարական եւ շուկայում պահանջված ապրանքներ։ Ապրանքները պետք է լինեն ոչ միայն մրցունակ, այլ նաեւ գործնական ու օգտակար իրենց հաճախորդներին։ Ֆիրման, որը մշտապես ներդրումներ է անում նոր արտադրանքներ ստեղծելու եւ բայլավելու համար, արդեն իսկ հաջողության գրավական է։ Համաձայն եք, դրեք ձեր սրտիկները տեսնեմ։ Չձանձրանա քեզակ, քիչ մնաց։ Վարակյալ արտադրանք կամ ծառայություն։ Ինչի է կարևոր։ Ինչի է կարևոր։ Տեսեք, մենք խոսում ենք երկարաժամկետ բիզնեսի մասին։ Այնպիսի բիզնեսի մասին, որը կարելի է ժառանգություն թողնել։ Պատկերացնում եք, ով կարա իր բիզնեսը չէ, գործը ժառանգություն թողնի իր երեխեքին, օրինակ ինքը հիվանդանոցում ասած գլխավոր բժիշկ է կամ դպրոցում է աշխատում, ինչ է լինում, գալիս է մի պահ, երբ որ քո տարիքը չի համապատասխանում, դու կարաս ասես, թե ես այս աթոռից վեր եմ կենում, գալիս է իմ աղջիկն անստում։ Կա տենց բան, չկա։ Հիմա եկեք հասկանանք։ Ինչու է կարևոր որակյալ արտադրանքը կամ ծառայությունը։ Եթե ընկերության արտադրանքը կամ ծառայությունը չի լուծում մարդկանց խնդիրները կամ բավարարում նրանց պահանջները, դժվար կլինի զարգացնել կայուն բիզնես։ Այնքան կուզել մեր շատ սկսնակներ հետո սա լսեն, եթե ձայնագրվում է։ Արդյոք արտադրանքը ունի պահանջարկ։ Արդյոք այն արտադրանքը, որը քո ընկերությունը արտադրում է, ամենաշատն է սպառվում իր հաճախականությունը, ինչքան ժամանակը մեկ մարդիկ կառնեն դա կօգտագործեն։ Ունի այն եզակիությունը, որը տարբերում է շուկայում։ Կարող ես ինքդ սիրել արդյոք այդ արտադրանքը։ Օրինակ Faberlic-ի խնամքի միջոցները, կոսմետիկան եւ առողջության ապրանքները մենք գիտենք, որ լայն պահանջարկ ունեն։ Իսկ յուրահատուկ թթվածնային կոսմետիկան ընկերության գլխավոր առանձնահատկությունն է, այսինքն այն եզակիությունը, որը տարբերվում է, միակն է աշխարհում, որպես թթվածնային կոսմետիկա։ Վերջ, այսքանով ասված է, երեխեք ջան, մեր ֆիրմայի այդ առավելություններից ամենա որ շեշտադրվածը։ Արդար բարձրացության պլան, հա, շատ լավ է, ինքը ունի ինտիր արտադրանք, ինքը ունի բազմահազարանոց տեսականի, իսկ բարձրացությունը, իսկ մարքեթինգ պլանը կարևոր է, չէ՞։ Ինչու է դա կարևոր։ Հաջողակ ցանցային ընկերությունը պետք է ունենա հստակ, հասկանալի եւ արդար բարձրացության պլան, որը հնարավորություն կտա եկամուտ ստանալ ինչպես վաճառքից, այնպես էլ թիմի ապրանքային շրջանառությունից, թիմի զարգացման միջոցով։ Մյուս կարևոր բանը, արդյոք բոնուսային համակարգ կա, խրախուսում է դա թիմի զարգացմանը, կամ վաստակելու հնարավորությունները բաց են սկսնակների, թե սկսնակների եւ թե փորձառուների համար։ Օրինակ Faberlic-ի բոնուսային համակարգը թույլ է տալիս ստանալ եկամուտ, ինչպես նաեւ հենց առաջին քայլերից սկսած առանց պարտադիր մեծ ներդրումների։ Շատ պարզ պրիմիտիվ օրինակ, շատ պարզ։ Նորեկը գալիս է, ինքը միանգամից ստանում է իր 20% տնտեսումը եւ իր գնումների դիմաց ստանում է նվեր։ Արդյոք սա եկամտի տեսակ չի համարվում, հա։ Այսինքն այն գումարը, որը ինքը ծախսում է իր խանութում, օրինակ 9000 դրամի պիտի ծախսի իր խանութում, բայց չի վճարում, չէ, 9000 դրամը։ Այն 2000 ինչքան է 20%-ը դուրս գալիս 9000-ից 2700 թե ինչքան, այդ դնում է իր գումար, այդ գումարը մնում է իր դրամապանակի մեջ, ինքը չի տալիս։ Հա, կներեք էլի, թե հաշվարկների մեջ սխալանեմ, բայց երբ որ ես կամ դուք գնում եք, չգիտեմ, սուպերմարկետից գնումներ եք կատարում, ձեր տան համար ուտելիք կամ ինչ-որ բան, կասայի մոտ ձեզ ասում են 20% զեղ չունեք, որտեվ դուք հաճախ եք գալիս մեր խանութ, որտեվ
դուք ինչ որ մեկի խորհրդով եք եկել ստեղ, դրա համար դուք ունեք ձեր։ Մի րոպե։ Չկա չէ տենց բան կասայի մոտ։ Չգիտեմ, ինչ որ տենց խանութներ, սուպերմարկետներ կան, որ սենց կոպեկներ ինչ որ բոնուսային քարտ են տալիս եւ 100,000-ներով գնումներ ես կատարում տարվա վերջում, կարող է 5-6,000 դրամ ինչ որ բոնուսային բաներ կուտակված լինի։ Իսկ Faberlic-ում, ոնց է Faberlic-ում։ Դու ունենում ես քո զեղչը, քո նվերը, առաջին 5 կատալոգների ընթացքում քո հավաքածուները նվեր, սա ես ամենապրիմիտիվ օրինակը դեռևս ասացի։ Եկեք դա էլ, հա, ընդունենք, որ եկամտի տեսակ է։ Ուսուցման համակարգը կարևոր է ցանցային ընկերության հետ մենք համագործակցում ենք։ Արդյոք կարևոր է ուսուցման համակարգը, թե սենց նորեկը ցակցրի, սենց գնա որտեղից որտեղ, մի հատ սրանից, մի հատ նրանից։ Կարևոր է, չէ՞։ Սկսնակները հաճախ բախվում են խոչընդոտների, ուստի կարևոր է, որ ընկերությունը տրամադրի կրթական նյութեր, վեբինարներ եւ մենթորություն, այսինքն կազմակերպի ուսուցողական հանդիպումներ, վեբինարներ, օրինակ, ինչ մի վարքյան ձայն անջատեմ հեռախոսից։ Օրինակ, որ հիմա մենք անում ենք, հա, արդյոք ֆիրման կամ թիմը կամ չգիտեմ, այդ պրոյեկտը, որտեղ որ դուք գտնվում եք արդեն իսկ ունի հստակ քայլերի պլան սկսնակների համար։ Օրինակ, Faberlic-ը ապահովում է անվճար դասընթացներ, վեբինարներ եւ առաջնորդական աջակցություն սկսնակներին հաջողության տանելու համար։ Ցանցային բիզնեսը հնարավորություն է տալիս ոչ միայն եկամուտ ստանալ, այլև կայուն զարգանալ, նոր կոչումներ ստանալով, մրցանակներ, ուղևորություններ, ինչը կա մեր ֆիրմայում։ Այ 2 օր հետո, եթե սխալվում եմ, ապրիլի 2-ին Չգիտեմ, Սոնան էստեղ, ովքեր որ Եգիպտոս են գնալու։ Ես ինքս էլ ֆիրմայի կողմից շահել եմ, ակցիային մասնակցել եմ, իմ կոչումը հաստատել եմ, ամուսնուս ու երեխայիս հետ անվճար գնացել եմ ճանապարհորդության։ Եվ ապրիլի 2-ին, եթե չեմ սխալվում, հուսով եմ չեմ սխալվում, էլի ճամփորդություն կա դեպի Եգիպտոս ֆիրմայի կողմից։ Հիանալի 7 օր կանցկացնեն աղջիկները Եգիպտոսում։ Թիմային միջավայր եւ աջակցություն։ Հաջողության կարևոր գործոններից է ընկերության թիմային միջավայրը։ Ուժեղ թիմը ստեղծում է դրական մթնոլորտ, որտեղ մարդիկ աջակցում են իրար։ Faberlic-ի թիմային աշխատանքը կառուցված է այնպես, որ նորեկները երբեք չեն մնում միայնակ, երբեք։ Կա մշտապես հետադարձ կապ, օգնություն, աջակցություն թե նաստավնիկից, թե թիմակիցներից եւ թե մեր ֆիրմայի ներկայացուցիչներից, ղեկավարությունից։ Կա հետադարձ կապ մշտապես, արագ պատասխան, այսինքն այնպես չի, որ գալիս ես, քո կայքը ստանում ես, քո օնլայն խանութը ստանում ես ու սենց գնա կայքը փորփրի գտի, շատ լավ է փորփրելը, պեղելը, նայելը, ինչ որ բաներ ինքնուրույն անելը, բայց նաև չենք խախտում այն ամեն ինչը, որ արվում է ֆիրմայի կողմից, նաստավնիկների կողմից, թիմային աջակցություն եւ այլն։ Հիմա եկեք ամփոփ ձևով նորից, այսպես հա, ով եմ ես իմ ֆիրմայում, քանի որ արդեն մենք հասկացանք, որ ցանցային բիզնեսը զարգացնելու համար պետք է ճիշտ ֆիրմա ընտրել, հետեւաբար դրա համար ասում եմ մի հատ նորից ամփոփենք։ Ցանցային բիզնեսում գործունեություն ծավալելիս շատ կարևոր է լինել ընտրած ֆիրմայի լավագույն, այսինքն դուք պարտադիր պետք է օգտվեք այն ապրանքատեսականուց, որը վաճառում եք կամ չգիտեմ, տեսնում եք ձեր կայքում կամ որով պետք է ձեր բիզնեսը զարգացնեք, ձեր ապրանքային շրջանառությունը անեք։ Ինչի է դա կարևոր, ինչի համար է կարևոր։ Այսքան ասեցի, հա, սիրելիներս, ինչի է դա կարևոր։ Առաջին պատճառը դա այն է, որ դուք անձամբ օգտվելով ապրանքատեսականուց հասկանում եք նրա որակը, օգտագործման ձևը, հաճախականությունը, այսինքն երբ կարա վերջանա, երբ կարաս դա նորից դու վերցնես, օգտագործես, այս շատ կարևոր բաներ են, հա։ Եթե օրինակ գնորդը ձեզ հարց տա կամ ձեր թիմակիցը ձեզ հարց տա, ձեր նորեկը ապրանքի վերաբերյալ ինչ-որ մի բան, դուք վստահ պատասխանեք իր հարցերին, օգնեք, ուղղորդեք ինքը ինչ վերցնի իրեն համապատասխան սկզբի համար։ Դե ամենահիանալին էլ այնն է, երբ որ դուք արդեն լիովին օգտվող եք դառնում ու այն որ շատ ժամանակ հենց ձեր օրինակով եք կիսվում, ձեր օրինակով։ Ես հուսով եմ, այստեղ արդեն շատ
լավ ուսումնասիրել եք ապրանքատեսականին, կամաց ձեր ամբողջ գնումները տեղափոխում եք հենց ձեր խանութը, որովհետև ձեր գումարները բնականաբար պիտի ծախսեք հենց ձեր խանութում։ Դա շատ լավ օրինակ է, որ նույնիսկ կարելի ասել քայլող գովազդ պետք է լինեք ձեր ֆիրմայի համար, եթե մենք խոսում ենք երկարաժամկետ բիզնեսի մասին։ Այսպես, գնանք առաջ, մի հատ էլ ամփոփենք առավելությունները, հասկացանք, որ ընկերության վստահելիությունը, կայունությունը շատ կարևոր է, արտադրանքի որակը, վճարային համակարգը, աջակցությունն ու վերապատրաստումը, ընկերության արժեքները, միջավայրը, ամեն ինչ ավելի հեշտ է, երբ աշխատում ես այն միջավայրում, որտեղ քեզ քաջալերում են, աջակցում են, նպաստում են քո հաջողությանը։ Օնլայն հնարավորությունները։ Ժամանակակից աշխարհում կարևոր է, որ ընկերությունն առաջարկի հարմար գործիքներ օնլայն հարթակներում աշխատելու համար, դա կօգնի զարգացնել բիզնեսը, եթե նույնիսկ դու տանից ես աշխատում։ Այսինքն, տեսեք, ընկերությունը, ֆիրման, բացի այն, որ ձեր նաստավնիկները իրենք ձեր համար ուսուցումներ կկազմակերպեն կամ կազմակերպում են, պարբերաբար տրեյնինգներ է կազմակերպում, պարբերաբար վեբինարներ է տեղադրում։ Հենց հիմա ես օրինակ բոլորին այստեղ խրախուսում եմ, 75 հոգի ենք, եթե դուք 25 բալ անում եք արդեն, 25 և ավելի բալ, 50 բալ միջև, Faberlic ակադեմիայում ունենք հիանալի ուսուցում, այդ դրայվով, որ մտնում ենք, ինձ թվում է դրայվը բոլորի տահա ծանոթ, կա մարդ, որ առաջի անգամ դրայվը լսեց, դրայվ գիտենք ինչ է, բայց Faberlic-ի հետ կապված, եթե առաջի անգամ եք լսում, գնում եք ձեր նաստավնիկներին, ասում եք պատմի այդ ինչի մասին է, մի խոսքով, ուրեմն, դուք 25 բալի վերցնում եք այն, ինչը պետք է ձեր օգտագործման համար, ձեր համար, ձեր օգտվում եք, և զուգահեռ ունենում եք հնարավորություն մտնելու դրայվի այդ Faberlic-ի շկոլան, դպրոցը ու 0-ից բոլոր ուսուցումները նայեք, այսինքն դուք և այդ ուսուցումներն եք սովորում, և ձեր նաստավնիկի հետ կապը, տեսնում եք ինչքան բան է առաջարկում ձեզ մեր ընկերությունը, որ դուք արագ զարգանաք այս ոլորտում, տակ։ Այսպես երեխեք ջան, և կարելի ասել այսքանն էի պատրաստել, բայց ես ձեզ առանցքային առաջադրանքի չեմ թողնի, կարող եք սկրինշոթ անել այս սլայդը, որտեղ հիմա դժվար թե թուղթուգրիչ լինի նստեք գրեք, ամեն դեպքում ես տնային առաջադրանք եմ տալիս, շատ լավ կլինի, այս առաջադրանքը կատարեք, անեք, թեկուզ բոլորը, սկսնակները ամենաառաջինը, Ուրեմն, ինչ եմ այստեղ ես ձեզ առաջարկում, գրեք 5 պատճառ, թե ինչու եք որոշել զբաղվել ցանցային բիզնեսով, շատ պարզ բան, առաջադրանք, բայց հաշվի առեք ինչ նպատակներ ունեք, ինչ փոփոխություններ եք ակնկալում ձեր կյանքում, այս մեկ, ձեր առաջին 5 ծանոթին պարզապես հարցրեք, ասեք, որ հարցում եք կատարում, օրինակ հարցրեք, լսել են ցանցային բիզնեսի մասին, եթե լսել են, ապա ինչ, առանց ամաչելու, չգիտեմ, կարող եք գիտեք ինչ անել նույնիսկ, հիմա այս ինչը որ կարդամ, սրանցից ընտրել 1-2-ը, այդ 1-2-ը ձեզ համար, ես փորձություն ինչ-որ առաջադրանք անեք, պատրաստեք ձեր սեփական պատմությունը, ինչու եք ընտրել այս բիզնեսը, 1-2 րոպեանոց վիդեո կամ գրառման ձևով, եթե դեռևս, չգիտեմ, կան սկսնակներ, որ տենց վիդեո բան չեն ուզում անեն, հիմա այնքան հնարավորություններ կա վիդեոյի տարբերակներ անելու, նկարը դնում ենք, կամ մի քանի նկարներ կցում ենք, և այդ 1-2 րոպեանոց, ցանկալի է 2 րոպե էլ չլինի, 1 րոպեվա ընթացքում պատրաստեք ձեր սեփական պատմությունը, ինչու եք ընտրել այս բիզնեսը, շեշտադրեք, թե ինչպես այս բիզնեսը օգնում ձեզ, կամ ինչ արժեք կարող է ստեղծել ուրիշների համար։ Եղավ երեխեք ջան, նենց մի մտածեք, իդեալական ամեն ինչ սովորեք, հետո նոր էս ամեն ինչ անեք։ Ընտրեք ձեր ընկերության արտադրանքից որևիցե մեկը և գրեք 3 կարևոր փաստ այդ ապրանքի մասին, որոնք կարող են օգտակար լինել ձեր հաճախորդներին, կամ ձեր լսարանին, կամ ձեր, չգիտեմ, թիմի աղջիկներին, կարաք ձեր խմբում դնեք։ Եվ մյուսը, սահմանեք 3 հստակ քայլ, որոնք կիրականացնեն առաջիկա շաբաթվա ընթացքում ձեր բիզնեսը զարգացնելու համար։
Օրինակ, նոր ծանոթություններ հաստատել, սոցիալական կայքերում հրապարակումներ անել կամ ներկա լինել ինչ-որ հանդիպմանը։ Սենց պարզագույն առաջադրանք կարող եք պահպանել, մի հատ նորից կարդալ ու ընտրել որից է մեկը եւ այդ առաջադրանքը ցանկալի է բոլորն էլ անեք։ Այսքան աղջիկներ ջան, այսքան է ձեզ համար պատրաստել, շատ շնորհակալ եմ, որ 1 ժամ 10 րոպե մնացիք ինձ հետ։ Եվ միանշանակ ուզում եմ խոսքս ավարտել Պլատոնի այս խոսքերով, արդյունք հասնելու համար կարևորը սկսելն է։ Իրականում այն գիտելիքները, ուսուցումները, ամեն ինչը որ դուք լսում եք, ստանում եք, վայ, ես կարդացի, ես լսեցի, սրան հետևեցի կամ նրան եւ այլն, երեխեք ջան, ուրեմն այդ գիտելիքները մենակ ուժ կունենան այն դեպքում, երբ որ դուք կիրառեք։ Ու ընդհանրապես աշխատելու ընթացքում աշխատակազմի հավաքագրման մեր այսպես ռեկրուտինգի ընթացքում էլի դուք լիքը բան կսովորեք։ Պարտադիր չի, սովորել ասվածը ինչի որ ասենց նստեք աթոռին կպած ու դուք ինչ-որ բան սովորեք։ Ամեն ինչ պետքա համատեղելով, ամեն ինչ պետքա ասենց հարմարացնելով անել, ձգտել, սովորել։ Ուղղակի պետքա սկսել այդքան բան։ Ես էլ եմ ձեզ շնորհակալ, որ մնացիք միջև վերջ ինձ հետ այսքան։ Ամեն դեպքում իմ համար ժամանակը շատ արագ անցավ, չգիտեմ ձեզ համար ոնց, այնպես որ բոլոր ամենամեծ հաղթանակները գալիս են փոքր քայլերից, փոքր։ Չենք վախենում սխալվելուց կամ փորձելուց, որտեղ այդ ամեն ինչն է մեզ ավելի ուժեղ դարձնում, ավելի կայուն դարձնում, ու ամենակարևորը հավատացեք ձեր հաջողությանը։ Ու ծեծված խոսքեր, բայց հաջողությունը հենց մեր ձեռքերում է, յուրաքանչյուրիս ձեռքում է։ Հաջողություն եմ աղթում բոլորիդ եւ անհամբեր սպասում եմ ձեր տնային առաջադրանքներին։ Սիրով կլսեմ, կապ չունի իմ թիմից եք, թե չգիտեմ, առավելիως իմ թիմից եք կամ թիմից չեք։ Ինչ որ բան որ արեք կամ հարցեր եթե ունենաք, իդեպ մոռացա ասել, եթե հարցեր ունեք, վապրոսի բաժնում գրեք։ Բայց երևի թե այնքան խոսացի, որ հարցերն էլ տենց ոնց որ չառաջացավ ձերուն։ Կան հարցեր։ Եթե կան հարցեր, գրեք։ Եթե չէ, ես էլի բաց եմ, որ ասում եմ բոլոր հարցերի համար, ես Telegram-ում կամ, ամեն տեղ էլ կամ, կարող եք գրել հարցնել, եթե ինչ-որ տենց հարցեր մնաց։ Շատ ուրախ եմ, որ ամեն ինչ պարզ թվաց, աշխատել էի մանրամասն ներկայացնել։ Դե լավ, սիրելիներս, բոլորիս լավ երեկո եմ մաղթում։ Իդեպ այսօր կատալոգի առաջին օրն է, մոռացա շնորհավորել, մեզ բոլորիս լավ մեկնարկ եմ մաղթում կատալոգի, առջևում մենք ունենք 3 շաբաթ նոր հաջողություններ գրանցելու, նոր լիքը լավ մարդկանց հետ ծանոթանալու եւ այս շանսը տալ շատ կանանց ու աղջիկներին, այնպես որ շարժում ենք առաջ։ Մեզ բարի երեկո, բարի ընթացք։